Տնտեսական ստերի փուչիկը պայթեց։ 2017 թվականի նախընտրական ժամանակ վերհիշել, թե ովքեր ինչ էին խոստանում մեր ազգին, կխնդրեմ մաքսիմալ տարածել, եւ սա լսենք, շարունակենք։ Ծարար Սամվել Կարապետյանը խոստացավ լավ նորություններ, ներդրումներ արտադրության ծառայությունների եւ այլ ոլորտներում։ Ներդրումների հագին մեծ մաս ուղղել են Լոռու մարզ։ Դրա համար մենք ունենք պատրաստած շատ նոր ծրագրեր, ինչի մասին խոսենք ձեզ հետ մարտ ամսին, 300 միլիոնը խոսենք մարտին։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Լավ բաների մասին խոսենք մարտ ամսին։ Սա հունվար ամիսն էր 2017 թվականի։ Հիմա շարունակենք դիտել ընտրություններից առաջ 2017 թվականի մարտի 25-ին։ Ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 միլիարդ դոլարի ծավալ ներդրումներ բերելու մասին Հայաստան։ Կարող ենք փաստել, որ սա այդ ծրագրի մի մասն է, այս ակումբի ստեղծումը։ Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 միլիարդի ներդրումային ծրագիր իրենց աղբյուրներով, կատարողով, պրոյեկտով։ Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել, եթե հիշում եք հարցազրույցի ժամանակ, ինչ առարկայական գործնական քայլեր ենք տեսնելու, շնորհակալություն։ Սա զարմանք չի։ Իսկ մարտին զարմացնում ենք։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Առաջին քայլը երբ կտեսնենք, կներեք այն ստակեցում։ Այժմ են դեռնից ելանք առաջի քայլը լինելու։ Հաշվում եմ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Սամվել Կարապետյանին հարցս ուղղեմ, արդեն կա որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ եւ արդյոք կան հստակ ծրագրեր եւ աշխատատեղերի մասով ինչ հարց է լուծվում այս ներդրումները, ունեք գնահատականներ։ Անպայման ունենք գնահատականներ, մենք ընտրել ենք ներդրումային ծրագրեր, հիմնականում դա էներգետիկայի ոլորտում է։ Մենք փորձելու ենք այս արագ ներդրումների հաշվին աջակցենք, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը իրոք վերանայի տարիֆները իօգուտ նվազեցման։ Էներգետիկայի մասին խոսքը էլեկտրոէներգիայի։ Իսկ ծավալները կան, կարող ենք ծավալները կան, ծավալները քիչ չեն։ Դրա մասին կիմանաք հաջորդ դասին։ Խնդրեմ, Տաշի Սամոյի մեծն բարերար Սամվել Կարապետյանի հաջորդ դասը այդպես էլ չեղավ։ Հենց Սամվել եւ Նարեկ Կարապետյաններ, ուր են խոստացած ներդրումները, էլեկտրոէներգիայի գնի իջեցումը, տնտեսական խոստումները ուր են։ Ընտրությունից առաջ հատիկ առ հատիկ հանրայնացնելու եմ արխիվից եւ անդրադառնալու եմ բոլորիդ։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։